Տիկին Մարտիրոսյան ճիշտն ասած եղբայրների վիճակի մասին էի ուզում տեղեկանալ, այս պահին նրանց մեղադրանք առաջադրված է ու ինչ հոդվածով է առաջադրված։ Այս պահին ունեն ձերբակալված կարգավիճակ, դեռ մեղադրանք ներկայացված չի։ Նորությունն է դեռ չեմ կարող ասել, հիմա տեսակցության են մտել երեխաների մոտ, ոնց որ նորություն որևէ բան չեմ կարող ասել, սպասում ենք ամեն րոպե հասկանանք ինչ կանեն, ինչ գործողության կհրավիրեն։ Գիտեմ, որ առողջական խնդիրներ ունեին, առողջական խնդիրներ ունեն, ներկայացվել է, որ անհապաղ են բժշկական բոլոր փաստաթղթերը, որոնք որ մեր գնահատմամբ երեխաների այս հիվանդության պայմաններում դա անհամատեղելի է անազատության մեջ պահելու հետ վերջիններիս, դեռ որևէ պատասխան չունենք այս պահին։ Տիկին Մարտիրոսյան MIB գրասենյակ դիմել եք ու ինչ արձագանք եք ստացել։ MIB գրասենյակ երեկվանից դիմել ենք, երեք դեռ դիմել ենք, երբ որ պաշտպաններիս աշխատանքին էին խոչընդոտում, այսինքն մեզ թույլ չէր տրվում բարձրանալ երեխաների մոտ, ուղիղ մենք 1 ժամից ավել մնացել ենք ներքևում, երբ որ այդ մի ժամանակա ընթացքում երեխաների մասնակցությամբ գործողություններ են իրականացվում։ Դրանից հետո այսօր առավոտյան գիտեմ, որ MIB-ի ներկայացուցիչներից այցելել են երեխաներին, դեռ որևէ ուրիշ տվյալ չունեմ։ Ինչ են արձանագրել կամ ինչ ա եղել, չգիտենք դեռ։ Տեղեկություն, որ գնացել են։ Տիկին Մարտիրոսյան, իսկ առանց մեղադրանքի այսքան ժամանակահատվածում հնարավոր է երեխաներին պահել ձերբակալվածների հետ պահման վայրում։ Ձերբակալվել է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածունքը 72 ժամյա ռեժիմն է, էլի դրա համար սպայ դրությամբ ձերբակալվածի կարգավիճակ